Վրաստանում անվճար կրթություն, իսկ Հայաստանում բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ։ Դուք լսում եք Շահումյան հասարակական կազմակերպության փոդքասթը։ Այսօրվա թեման շատերի համար հետաքրքիր է։ Ինչու է Վրաստանը անցնում անվճար բուհական կրթության եւ ինչու Հայաստանը դեռ հետ է մնում այս հարցում։ Այո, հատկապես վերջին հայտարարությունից հետո, երբ Վրաստանի վարչապետը ու կրթության նախարարությունը 2025-ի դեկտեմբերին հայտարարեցին, որ 2026-2027 ուսումնական տարուց պետական համալսարաններում բակալավրի ու մագիստրատուրայի ուսումը կդառնա էապես կամ ամբողջությամբ անվճար։ Եվ սա գալիս է այն բանից հետո, որ Վրաստանը արդեն անվճար է դարձրել նախադպրոցական եւ դպրոցական կրթությունը, այսինքն նրանք անցնում են ամբողջական անվճար կրթական մոդելի, մանկապարտեզից մինչև բուհ։ Ինչու Վրաստանը կարողացավ, իսկ Հայաստանը ոչ։ Սկսենք հենց պետական քաղաքականությունից։ Վրաստանը կառուցում է սոցիալական պետություն, պետական կենտրոնացված ֆինանսավորմամբ։ Իսկ Հայաստանում բյուջեն կառուցված է այնպես, որ առաջնահերթ են անվտանգության, ուժային եւ այլ համակարգերը, քան կրթությունն ու առողջապահությունը։ Սա բնորոշ է նեոլիբերալ կապիտալիստական երկրներին, որտեղ կրթությունը դիտվում է ոչ թե հանրային ծառայություն, այլ շուկայական ապրանք։ Վճարովի տեղերի մեծ քանակ, մասնավոր բուհեր, բարձր ուսման վարձեր եւ հիմնականում մեկ սկզբունք՝ բուհը պետք է ինքնաֆինանսավորվի։ Վրաստանում հակառակն է, պետական բուհերն ունեն պետական, ոչ շուկայական ֆինանսավորում, եւ դրանց թիվը խիստ սահմանափակ է։ Միջազգային կառույցների ազդեցությունը։ Մեկ կարևոր տարբերություն էլ կա։ Վրաստանը վերջին տարիներին դուրս է եկել Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամը ԱՄՀ-ի այն տրամաբանությունից, որ կրթությունը պետք է լինի վճարովի։ Իսկ Հայաստանում այդ մոդելը ամբողջությամբ ընդունվել է։ ԱՄՀ-ն ու ՀԲ-ն այստեղ տարիներ շարունակ խթանել են։ Ուսանողը պետք է ներդրում անի իր կրթության մեջ, բուհերը պետք է լինեն ինքնաֆինանսավորվող, այսինքն դասական նեոլիբերալ մոտեցում։ Ովքեր են շահագրգիռ, որ Հայաստանում բուհերը մնան վճարով։ Սա շատ հետաքրքիր մաս է։ Մի քանի խումբ կա, որին ձեռնտու չէ անվճար կրթությունը։ Մասնավոր բուհերի սեփականատերեր։ Հայաստանը ունի շուրջ 25-26 մասնավոր բուհ։ Նրանց եկամտների մինչև 90%-ը գալիս է ուսման վարձերից։ Ուսումը, եթե դառնա անվճար, ուսանողները կտեղափոխվեն պետական բուհեր, եւ այդ բուհերի մեծ մասը պարզապես կփակվի։ Պետական բուհերի ղեկավարությունները։ Շատ ռեկտորներ, դեկաններ դեմ են անվճարացմանը, որովհետև այսօր իրենց եկամուտը գալիս է հենց ուսանողների վճարներից։ Եթե լիարժեք պետական ֆինանսավորում լինի, նրանց ազդեցությունն ու ֆինանսական վերահսկողումը կնվազի։ Ֆինանսների նախարարությունը։ Գաղափարը միշտ նույնն է։ Պետությունը չի կարող ամբողջությամբ ֆինանսավորել, այսինքն բյուջեի պահողական մոտեցում։ Միջազգային ֆինանսական կառույցներ։ Ինչպես արդեն ասացինք, ԱՄՀ-ն ու ՀԲ-ն այստեղ տարիներ շարունակ խթանել են։ Ուսանողը պետք է ներդրում անի իր կրթության մեջ, բուհերը պետք է լինեն ինքնաֆինանսավորվող, այսինքն դասական նեոլիբերալ մոտեցում։ Արտագաղթի ազդեցությունը։ Քիչ ուսանող, քիչ դիմորդ, բուհերն ասում են առանց վճարովի տեղեր չենք կարող գոյատևել։ Քաղաքական շահ եւ ամենակարևորը քաղաքական կամքի բացակայություն։ Իսկ ինչպես է հնարավոր Հայաստանում իրականացնել անվճար բուհական ուսում։ Իրականում սա հնարավոր է եւ շատ երկրներում դա արվել է համապարփակ քայլերով։ Քայլ 1. Սահմանափակել անորակ մասնավոր բուհերի ազդեցությունը։ Միավորել կամ փակել անորակ բուհերը, կրթությունը դարձնել պետական վերահսկվող ոլորտ, ոչ թե բիզնես։ Քայլ 2. Ստեղծել միասնական պետական ֆինանսավորման ֆոնդ։ Պետական բուհերը ֆինանսավորվեն ըստ ուսանողի, ոչ թե ըստ վճարների։ Ֆինանսական աղբյուրներ։ Կրթական հարկ մեծ եկամուտ ունեցող ընկերություններին 20-ից 25 միլիարդ դրամ։ Պետական բուհերի անշարժ գույքի արդյունավետ կառավարում 10-ից 15 միլիարդ դրամ։ Ակցիզի փոքր բարձրացում առանց սոցիալական վնասի 8-ից 10 միլիարդ դրամ։ Արդյունաբերական պետական ձեռնարկությունների զարգացում, որը երկարաժամկետ ապահովում է բյուջեի մեծացում։ Այս 3-4 աղբյուրները բավական է ամբողջ բակալավրիատը անվճար դարձնելու համար։ Պետք է միայն քաղաքական կամք։ Ինչ կփոխվի, եթե ուսումը դառնա անվճար։ Շատ բան, եւ բոլորն էլ դրական։ Արտագաղթը կնվազի, մինչև 20% ուսանողներ կմնան Հայաստանում։ Միջին խավը աճ։ Ավելի շատ երիտասարդներ կկարողանան ստանալ որակյալ կրթություն։ Աշխատաշուկան կուժեղանա,
ավելի շատ ինժեներներ, բժիշկներ, IT մասնագետներ, սոցիալական հավասարություն, գյուղի ու քաղաքի միջև կրթական տարբերությունը կնվազի, տնտեսական աճ, անվճար կրթությունը 5-ից 7 տարում իրեն վերադարձնում է հարկային եկամուտներով, քաղաքացիական գիտակցություն, կրթված երիտասարդությունը զարգացնում է ժողովրդավարությունը, մրցակցային առավելություն տարածաշրջանում, Հայաստանը կարող է դառնալ կրթական կենտրոն, ոչ թե աշխատաժուհի արտահանող։ Ինչ մասնագիտությունները պետք է առաջինը դարձնել անվճար։ Այստեղ գերակա են այն ոլորտները, որոնք Հայաստանին պետք են ռազմավարական զարգացման համար։ Ինժեներական մասնագիտություններ, IT և կիբերանվտանգություն, բժշկություն և բուժքույրություն, ուսուցչական մասնագիտություններ, բնագիտական ուղղություններով, գյուղատնտեսություն և սննդարդյունաբերություն, լոգիստիկա, տրանսպորտ, շինարարություն։ Այն ոլորտները, որոնք գործարաններ են բացում, արտադրություն զարգացնում կամ ապահովում են երկրի սոցիալական հիմքը։ Վրաստանը անցնում է անվճար բարձրագույն կրթության մոդելի, որովհետև դա ռազմավարական ներդրում է ապագայի մեջ։ Հայաստանը նույնպես կարող է դա անել, բայց անհրաժեշտ է քաղաքական կամք և հասարակական պահանջ։ Իսկ մենք Շահումյան հասարակական կազմակերպությունում շարունակելու ենք լուսաբանել այս թեմաները, ներկայացնել վերլուծություններ և առաջարկներ։ Հետևեք Շահումյան հասարակական կազմակերպության ալիքին, որպեսզի տեղեկանաք մեր ծրագրերի, վերլուծությունների և նոր փոդքասթերի մասին։